Նա ավերել և սուպերմարկետի է վերածել ծածկած շուկան, որը բացառիկ ճարտարապետական կառույց է։ Ուստի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում բոյկոտել գեղեցիկ օլիգարխին պատկանող Երևան City սուպերմարկետները և գնումներ կատարել մեզ հարազատ փոքր Արգելի քաղաքացիներ, բոյկոտեք բոլոր Երևան City սուպերմարկետները, մի վճարեք այն հանցագործին, որը ձեր գումարներով ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները։ Երևան City սուպերմարկետների տերը, օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին և սնանկացնում փոքր ու միջին խանութների տերերին։ Բոյկոտել Երևան City սուպերմարկետը, օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին և սնանկացնում փոքր ու միջին խանութներին։ Դրանց տերերին ստիպելով արտագաղթել կամ փաղվել աղքատության մեջ։ Օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին և սնանկացնում փոքր ու միջին խանութներին։ Բոլոր արժանապատիվ քաղաքացիներին բոյկոտել գեղեցիկ օլիգարխին պատկանող Երևան սուպերմարկետները և գնումներ կատարել մեզ հարազատ փոքր ու միջին խանութներին, նրանց տերերին ստիպելով արտագաղթել կամ փաղվել աղքատության մեջ։ Չբավարարվելով մեզ նյութապես կեղեքելով, այս օլիգարխը ձեռք է բարձրացնում արդեն մեր պատմամշակութային արժեքների վրա։ Նա ավերել Երևան City սուպերմարկետները և գնումներ կատարել փոքր ու միջին խանութներին, որոնց տերերը չդիմանալով անհավասար պայմաններին արտագաղթում են մեր երկրից։ Օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին և սնանկացնում փոքր ու միջին խանութներին։ Արգելի քաղաքացիներ, Եղության պահին շատ է իսեցնեք է, միշտոր օլիգարխի սուպերմարկետը զուրկ է մարդկային խրճիտ ու կարեք պանքին։ Շուշտ, մենք առաջի օրվանից խնդիր ենք դրել, որ հնարավորինս պիտի փախումների զերծ լինի, ինչքան էլ որ այն կողմում կանգնած մարդիկ փնույթով լինեն հանցագործներ, դա չի նշանակում, որ այդ մարդկանցով մենք մտահոգ պետք չէ լինենք։ Ըստ էության այդ մարդիկ կորձիկ են այսօրվա գեղեցկող համագարկի ցերքում եւ ըստ էության մեր բայկարը միայն մեկ կամ երկու օլիգարխի դեմ չի, մեր բայկարը այսօրվա գեղեցկող համագարկի դեմ է եւ այս ընդամենը մենք գտնվում ենք մեր բայկանի մի հանգրվանի փուլերից մեկի մեջ։ Բայկարի հաջորդ փուլերը ներկայիս ռեժիմի դեմ որն է։ Մեր բայկարի ավարտը պիտի լինի այս ռեժիմին փոխարինող համագարկով, այսինքն այսօր մենք այս մարտավարական բայկարի զուգահեռ ունենք աշխատանք, որը ռազմավարական նշանակություն ունի, այսինքն մենք զբաղված ենք ինչով փոխարինելու ու սաղմերը ձևավորելով։ Այսօր մենք այդ գործի ընթացքի մեջ, այսինքն եթե ասում ենք փողոցում ենք, դա չի նշանակում, որ այդ ռազմավարական գործը կանգնած է։ Ուստի կգա ժամանակը, որ մենք պատրաստ կլինենք այս համագարկը փոխարինելու, այս ժամանակ է, որ մենք մեր ժողովրդին մոբիլիզացիայի կոչ կուղենք եւ ժողովրդի գամքի բարտադրմամբ գեհերացնենք այս ռեժիմը։ Սակայն այժմ մենք, ինչպես ասեցի, գտնվում ենք մեր ռազմավարական բայկարի հանգրվաններից մի բուլում եւ այս ամեն մի բուլում մենք ուժ ենք հավաքում, քաղաքապարագիր մարդկանց ենք գտնում, առաջամարտիկների ենք գտնում, որոնք պատրաստ են վերջիվերջո քաղաքական բեռը վերցնել իրենց վրա եւ ոչ միայն այս ռեժիմին հերացնելու նպատակով, այլ հետո երկիրը զարգացնելու գործում, իրենց այսպես ասած նվիրյալ աշխատանքը կատարելու համար։ Ամփոփելով միտքս ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք առաջամարտիկների որոնման փուլում։ Այս ամբողջը նաև ծառայում է նրան։ Միաժամանակ մենք փորձում ենք փրկել մի ուշագոտով, որը ես կարծում եմ, որ մեր երեք սերնդի համար շատ արժեքավոր նշանակություն ունեցել։ Ներ կատարել փոքր ու միջին խանութներից։ Մի մոռացեք
որ այդ խանութների տերերը նեղության պահին շատերից ներս մեկնել։ Արգելի քաղաքացիներ, Սա ընդհանրեն աշխարհագրություն է։ Այսօր մենք ընտրել ենք մի ուրիշ տեղ, մենք այսօր խոսում ենք ոչ թե իրենց խանութների հաճախորդների, այլ բնակիչների հետ։ Իրենք շատ են զայրանում, երբ որ մենք մոտենում ենք այն տարածքին, որ իրենք են սեփականաշնորհել։ Եվ իմ երեկվա մտահոգությունը բոլորովին չի անցել։ Հենց մենք մոտենանք նորից այն տարածքին, որ իրենք հանրապետությունից մենաշնորհել են, սեփականաշնորհել են, նորից կլինեն քարեր, նորից կլինեն դանակներ եւ ամեն անգամ նոր ու նոր։ Իրենց գործակալները մշտապես մեզ հետ են եւ հետեւում են ու տեղեկացնում են իրենց տերերին մեր տեղաշարժերի մասին, այդպես որ սա ընդհանրեն աշխարհագրական պարադոքս է, ոչ մի լուրջ պատճառ չկա իրենց բացակայության։ Չէ, մենք բախումների համար չենք գալի, մենք իրազեկման երթեր ենք անում, տեղեր կան, որտեղ իրենք ալարում են բարձրանալ, տեղեր կան, որ իրենք համարում են, որ արդեն այդ տեղերը իրենցն են։ Հանրապետությունը սեփականաշնորհված է։ Հանրապետություն բառը նշանակում է պետությունը, որը պատկանում է հանրությանը։ Մեզանում այդ հանրապետությունը դառնում է մի քանի մարդու սեփականություն եւ գնալով ավելի մտահոգիչ է դա։ Ահա ինչի դեմ ենք մենք պայքարում։ Թող ոչ ոք չմտածի, որ մենք ընդամենը մի սուպերմարկետի խնդիր ենք այստեղ բարձրացրել։ Սա ընդամենը օրինակ է, անօրինականության օրինակ։ Բոյկոտել Երևան City սուպերմարկետների ցանցը, չայցելել Երևան City սուպերմարկետներ, չհարստացնել այն հանցագործ օլիգարխին, ով անտեսելով օրենքը, բոլոր պետական պաշտպան մարմիններին, ոչնչացրել է ծածկած շուկան, որը պաշտպանի ճարտարապետական կառույց է։ Երեխաներին ստիպում են, կոչ են անում պատրել այն թռուցիկները, որոնք մենք ենք բաժանում։ Գնացինք։ Երևան City սուպերմարկետների տերը մենք շատ ունենք այդ թռուցիկներից և կբավարարին մեր երկրում ապրող բոլոր քաղաքացիներին։ Ճարտարապետական կառույց է։ Ոսկու բոլոր Լավը չնկար։ Չան վերականգնվել է։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ ինչ է նշանակում գռանդակեր։ Այս մարդիկ նմանվում են աղանդներին։ Այս մարդիկ ստանում են արտասահմանից գումարներ և ստեղծում են ճգնաժամային իրավիճակ։ Այս մարդիկ գռանդակերներ են։ Իրանք փորձում են Հայաստանում, Երևանում շահագործել և ստեղծել ոչ նորմալ իրավիճակ։ Հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ ևս մեկ անգամ իրազեկում ենք, որ փակ շուկայի ճարտարապետական տեսքը վերականգնվել է, փակ շուկան գործում է, փակ շուկան դառել է ավելի ցիվիլ, ավելի Համակարգացիներ, եվս մեկ անգամ իրազեկում ենք ձեզ, որ դիմացի մայթնում գտնված մի խումբ գռանդակերները փորձում են ճգնաժամ ստեղծել, իրանք ելույթներչությամբ գործում են որպես գյուղատնտեսական մթերքների շուկա և որպես խանութ։ Կողմնակից են միայն աշխատանքի, այս մարդիկ կանգնած դիմացի մայթում դեղին գլխարկներով գռանդակերներ են, իրանք արտասահմանյան լրտեսներ են,
փորձում են ամեն օր փորձում են ստեղծել իրավիճակ, որի վրա Հայաստանում ճգնաժամային վիճակ է։ Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել ձեզ, որ ճարտարապետական տեսքը Փակշուկայի նորմալ է, որ Փակշուկան վերականգնվել է եւ գործում է որպես առևտրի կենտրոն։ Ոչ մի փոփոխություն Փակշուկայի շրջակայքում չի կատարվել դեպի վար։ Ամբողջությամբ տարածքը վերականգնվել է, մաքրվել է։